Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք հավի մսով, սնկով, լավաշով կեսադիա։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է հավի միս, սունկ, լավաշ, յուղոտ պինդ պանիր, կծու սոուս, մանանեխ, արտֆուդ, համի արվեստ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիք։ Սրանք էին հիմնական բաղադրիչները։ Սկսենք տախտակը տեղադրելուց։ Սոխառած ենք անում։ Ասեմ, որ շատ կերակուրներ են սկսվում հենց սոխառածից, կարելի ասել դա կերակրի համեմունքն է։ Մի քանի կաթիլ բուսայուղով տապակում ենք, մանր կտրատած 1 գլուխ սոխ։ Անմիջապես համեմում ենք մառանիք ընկերության շաքարավազով, աղով և սոդայով։ Թող տապակը տաքանա, սոխը տապակվի, իսկ մենք արագ անցնենք մյուս բաղադրիչին, դա նեխուրի ցողունն է։ Կվերցնեմ 1 ցողուն նեխուր, բոլոր բաղադրիչները կտրատում ենք մանր։ Կառաջարկեմ նաև պղպեղ, քաղցր և կծու։ Կտրատում ենք նույն կերպ մանր։ Սկսենք քաղցրից։ Հեռացնում ենք պատխա կոթը, մանր կտրատում։ Մյուս բաղադրիչը սունկն է, բարև սունկ, արի այստեղ, 200 գրամ սունկ ագարիկոն։ Սա էլ կտրատում ենք, մանր, որքան կարելի է մանր, կտրատում ենք։
Այժմ հավի միսն է։ Նախատեսել էի հավի կրծքամիս, հետո մտածեցի ախր բդիկները ավելի համեղ են եւ ավելի հյութալի։ Վերցրեցի հավի բդիկներ։ Այստեղ կես կիլոգրամ անոսկր հավի բտիկ է։ Կտրատում ենք հարմար չափերի եւ աղում ենք։ Անմիջապես փոխում ենք դանակը եւ տախտակը։ Լցնում ենք տապակվող բաղադրիչների վրա։ Ավելացնում ենք հատիկավոր մանանեխ, 1 ճաշի գթալ։ Ավելացնում ենք Art Food ընկերության կետչուպ, չիլի կետչուպ, որը պատրաստված է տեղական լոլիկից, մոտ 2 ճաշի գթալ։ Անմիջապես կավելացնեմ նաև Art Food ընկերության աջիկա։ Երկու ճաշի գթալ։ Հիսուն գրամ սպիտակ կիսա անապակ ջինի, կհամեմ եմ մառանիկ ընկերության չորացրած օրեգանոյով, և քրքումով, որը շատ եմ սիրում։ Պետք է եփվի մոտ 3 րոպե կարծում, մինչև ավելորդ հեղուկը գոլոշյանը։ Մինչ այդ կքերեմ պինդ յուղոտ պանիր, այստեղ 250 գրամ է, կքերեմ 150-ը, կքերեմ խոշոր անցքերով։ Դու ազատ ես։ Սա, պայստավորենք, ավելի ուշ է պետք։ Գրեթե պատրաստ է։
Նախապատրաստենք թարմ կանաչիներից կանաչ սոխ։ Մեկ փոքր փունջ։ Կտրատում ենք մանր։ Սա կավելացնենք տապակվող բաղադրիչների վրա և կրակը կանջատենք։ Անջատեցինք կրակը, ևս մեկ անգամ տակնու վրա անենք, սա տեղափոխում ենք ապակյա թասի մեջ, սա էլ արեցինք, այժմ գործի ենք դնում տապակը, որի հատակի չափով կտրել եմ լավաշներ, լավաշի շերտեր, այսպիսի լավաշիկներ։ Ինչ ենք անում նրանց հետ, նախ յուղում ենք տապակը, մի քանի կաթիլ բուսայուղով, վրձնի օգնությամբ տարածում ենք, բուսայուղը, կարծում վատ չի, դնում ենք լավաշը, մի կողմի վրա խճողակից, բայց նախքան խճողակը դնելը քերած պանիր ենք դնում, այսպես, դա անում ենք մի կողմի վրա, ինչպես ասացի, այժմ դնում ենք խճողակից, վրայից կրկին քերած պանիր, շերտը վրա ենք բերում, արիդո և թևակի սեղմում։ Մի կողմից լավաշը կկարմրի, կշրջենք և մյուս կողմից կտապակենք։ Ժամանակ չենք կորցնում, անմիջապես երկրորդ շերտն ենք դնում։ Այսպես դնում ենք շերտը, նույն գործողություններն ենք անում։ Սա կարծում արդեն կարելի է շրջել, ինչ-որ հարմար բան է պետք, արիդո, և դու երկուսով ավելի հեշտ կլինի, կարծում եմ։ Դժվարությամբ, բայց կարծում ստացվեց։ Մյուս կողմից էլ սա կկարմրի, կշրջենք։
փոքր բուսայուղ ավելացնենք։ Երկու կողմից կտապակենք և կհանենք։ Այլ այստեղ դու մոտ գնա։ Նախապատրաստենք նաև մատուցվող ափսեն։ Հանում ենք տախտակի վրա։ Կտրում ենք։ Կարելի էր մի փոքր սառեցնել, ավելի հեշտ կստացվեր կտրելը, քանի որ հալված պանիր կա։ Վատ չստացվեց, ասեմ։ Մի փոքր տանջվեցի, բայց վատ չստացվեց։ Տեղափոխում ենք մատուցվող ամանի մեջ։ Հիմնական գործը արեցինք, բայց սա հարկավոր է մատուցել թարմեցնող աղցանի հետ, որի համար կվերցնեմ մեկ մանուշակագույն, ասում են կարմիր սող, մանուշակագույն սող, կարող եք ասել կարմիր, կտրատում ենք կիսաուղակների բարակ, համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, շաքարավազով, չորացրած ուրց ենք վրան անում, և տրորում։ Կվերցնեմ լոլիկ։ Կտրատում ենք այսպիսի կտորների։ Կարող է շատ կանոնավոր չլինեն։ Վարունք սրա կեսը։ Մաղադանոս, փոքրիկ փունջ, շատ փոքրիկ փունջ։ Սրա վրա կլցնեմ լեմոն գրասի սոս,
1 թեյ գտալ բալզամիկ քացախ, կես թեյ գտալ լցրեցի, որ շատ չլինի, կհամեմեմ մառանիկ ընկերության ծովի աղով, տակնու վրա ենք անում, լցնում ենք կերակրի վրա և մատուցում։ Վերջում մի փոքր խնջուտ ենք շաղ տալիս վրա և այ հիմա իսկապես վերջ կարելի է մատուցել։ Հավի մսով, սնկով, լավաշով կեսադիլյա։ Բուսայողով մանր կտրատած սոխ տապակել, անմիջապես համեմել աղով, շաքարավազով, սոդայով։ Սոխերածին մանր կտրատած նեխուրի ցողուն, քաղցր և կծու պղպեղներ, ագարիկոն սունկ ավելացնել։ Հավի անոս կրբդիկներ աղալ, ավելացնել տապակվող բաղադրիչներին, համեմել մանանեխով, չիլի կետչուպով, աջիկայով, սպիտակ կիսաանապակ գինի լցնել, չորացրած օրեգանո և քրքում ավելացնել, եփել 3 րոպեից մանր կտրատած կանաչ սոխ լցնել, կրակն անջատել, խառնել, սառեցնել։ Յուղոտ պինդ պանիր քերել, տապակը յուղել, տապակի չափով կտրած լավաշի շրջանակ դնել, մի կեսին շերտ քերած պանիր, խճողակ, քերած պանիր տարածել, լավաշի ազատ կեսը վրա բերել, թեթևակի սեղմել։ Կեսադիլյան երկու կողմից տապակել և մատուցել աղցանի հետ։ Աղցանի համար կարմիր սոխը բարակ շերտատել, համեմել աղով, շաքարավազով, չորացրած ուրցով, տրորել, կտրատած լոլիկ, վարունգ, մաղադանոս ավելացնել, համեմել լեմոնգրասի սոուսով, բալզամիկ քացախով, աղով, մատուցել կեսադիլյայի հետ, վրան քունջուտ շաղ տալ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք բանջարեղեն, խառը կանաչի, լոլիկի ճիր, ձիթայուղ, արտֆուդ, համեարվեստ և ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։